2020 թվականից առաջ, երբ 26 տարի Արցախը մերն էր եւ մեր բանակը ապահովում էր նրա անվտանգությունը, Հայաստանի քաղաքական դաշտում գործող դավաճան նեո-բոլշևիկները տարիների ընթացքում մեզ հաղթանակած դիրքից աստիճանաբար իջեցնում էին, արհեստականորեն բարդացնելով ու երկարացնելով Արցախյան հարցը, մինչև վերջապես տարան խայտառակ պարտության։ Այդ հայադավները վարում են իրենց իրատես ու պրագմատիկ դիվանագիտությունը, մինչդեռ մեր թշնամիները Բաքվում զբաղվում են Ղարաբաղը հետ վերցնելու անիրատես ու ռոմանտիկ նպատակները իրականություն դարձնելու գործով։ Մենք նրանց ծաղրում ենք ու ոչխար ասում, բայց իրականում մենք ենք մեզ ծաղրածուի եւ ոչխարի պես պահում, քանի որ հաղթած պետություն լինելով բանակցում ենք այնպես, կարծես պարտված լինենք։ Իսկ հիմա ազգադավները շարունակում են նույն պարտվողական քաղաքականությունը, մինչդեռ Բաքվի հանցավոր ռեժիմը շարունակում է երազել, խոսելով եւ աշխատելով ամբողջ Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան վերածելու ուղղությամբ։ Պատմությունը ցույց տվեց եւ շարունակում է ցույց տալ, որ այս անգութ աշխարհում հաղթում են տեսլական ուժ եւ անկոտրում կամք ունեցող խենթերը, ոչ թե փոքրոքի իրատես ու պրագմատիկ թուլամորթները։ Այդ է պատճառը, որ այս ճշմարտությունը հասկացող մեր ազատամարտիկները պատրաստ են մինչև վերջ կռվել մի թշնամու դեմ, որը թվապես ու նյութապես ավելի մեծ ռեսուրսներ ուներ։ Շատերը այդ օրերին նրանց արկածախնդիր էին համարում, բայց նրանք ամեն դեպքում թքած ունեն ուրիշների կարծիքների վրա։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը այսօր կրում է ստրկամիտ ու պարտվական մտածելակերպ, որովհետև 3 տասնամյակ դավաճանները դա հատուկ ներարկել են մեր ազգի մեջ։ Սակայն պետք է հիշենք մեր ազատամարտիկներին եւ որդեգրենք նրանց ռազմական մտածելակերպը ու մոտեցումը, եթե ցանկանում ենք հաղթահարել գալիք մարտահրավերները եւ մեր անկախ պետականությունը փրկել վերջնական կործանումից։ Մեր երազող, խենթ, ռոմանտիկ ու ֆանատիկ ազատամարտիկները համոզված էին, որ յուրաքանչյուր գյուղ ու դիրք ազատագրելով մեկ քայլ առաջ են մոտենում մեծ հայկի երազանքի իրականացմանը։ Նրանք միայն մտածում էին, թե ինչպես շարունակեն ջախջախել թշնամուն եւ անդադար առաջ գնալ։ Մեր շարժումը նոր բան չի ասում։ Մենք ուզում ենք մեր ազատամարտիկների այդ մտածելակերպը նորից կյանքի կոչել քաղաքական պայքարում այս օրասական օրերին, որպեսզի հաղթական ավարտին հասնենք նրանց կիսաթողած գործը։ Մենք քարոզում ենք այն, ինչ կքարոզեին նրանք, եթե այսօր ողջ ու առողջ լինեին, քանզի հաղթանակի ու խաղաղության այլ ճանապարհ պարզապես չկա։